Եվ մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պետք է բան կներեք սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես եւ այլն, որովհետեւ դրանից դուրս արդեն բանա, կասեն էս ինչի է ասենց։ Եվ դա բարեբախտաբար փոխվում է, բայց դա փոխվում է միայն կրթության շնորհիվ։ Դա հաղթահարելու ուրիշ ճանապարհ չկա։ Եվ մեր, եւ երեխաների, եւ հանրության, եւ միայն կրթության շնորհիվ, եւ սա ֆունդամենտալ խնդրեմ է։ Բայց ելի եմ ասում, ոնց որ մեր երկրում կա կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել, մեր երկրում կան նույնպիսի կարծրատիպներ, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել։ Խոստովանենք։ Ոնց որ կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել եւ այլն, նույն կերպ կան կարծրատիպեր, որ քառակուսիից դուրս մտածել չի կարելի տղաներին։ Որտեւ ճիշտը մի հատ է, պետք է այդ ճշտի մեջ մտնես, որ ճշտից դուրս եկար, ուրեմն դու սխալ ես մտածում։ Եվ մենք չենք գիտակցում այս խնդրեմը։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է։ Խնդիրը ավելի ու տղամարդու մասին չի, խնդիրը միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելը ամոթ չի, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է եւ ամոթ լինի։ Կարող է նաեւ մահացու մեղք լինի։ Հետո ասում են, բանակում այդ ոնց եղավ, տենց եղավ, որ բանի 15-րդ բառը հայհոյանքն է, 30-րդ բառը ուրիշից ինչ որ բան խլելու կուլտուրան է, եւ բանի գերիշխանություն եւ գերակայություն հաստատել համագործակցության տրամաբանությունը դուրս դնելը բանանել ոհմակային տրամաբանության մեջ ամբողջ կյանքը եւ կյանքի փիլիսոփայությունը դասավորել։ Հետո բա ոնց եղավ։ Հենց այդտենց եղավ, ժողովուրդ ջան։